Բարեձեզ Factor TV հյուրը ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Թանդիլյանն է, ողջույն Տիկին Թանդիլյան։ Ձեր գնահատականը որն է Հայաստանի իշխանության, հարևանների հետ կամ ուղղությամբ տարած քաղաքականությանը, օրինակ Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ նրանք ասում են, որ ցեղասպանության ճանաչման միջազգային այդ օրակարգը մեր թիվ 1 առաջնահերթությունը չի եւ պետք է գնալ կարգավորումների, այսինքն սահմանների բացում, տնտեսական հարաբերություններ եւ այլն։ Ադրբեջանի ուղղությամբ կա 17 համաձայնեցված դրույթ, որը չի ստորագրում Ադրբեջան լիացուցիչ պահանջներ է առաջ քաշում, բայց վարչապետ Փաշինյանը տրամաբանությունը սա է դնում, որ Ղարաբաղյան շարժումը մենք պետք է փակենք եւ բոլոր այսպես ասենք պահանջատիրական օրակարգեր չպիտի ունենանք։ Թե նրա նկատմամբ, այդ դուք ինչ եք կարծում, արդյոք սա արդյունավետ քաղաքականություն կարող է լինել։ Նախ լավ է որ շեշտեցիք հատկապես որ հարևանների մասին ենք խոսում եւ ամենքի հետ այո մենք պիտի օրակարգերը տարանջատենք, որը կարեւոր անելիք է։ Մենք հասկանում ենք, որ նրանք իրենք չեն տարանջատվում, որովհետև օրինակ Թուրքիայի համար նախապայման է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, որպեսզի Հայաստանի հետ հարաբերություններ սկսվեն, բայց մենք այո պիտի տարանջատենք, ուղղակի այս իրատեսությունը մեզ պարտադրում է հասկանալ, որ ինչքան էլ դու Թուրքիայի հետ փորձես այլ կերպ վարվել եւ այլ օրակարգ առաջ մղել, նա ունի իր օրակարգը, որը կապված է Ադրբեջանի հետ։ Միշտ լինելու է Ադրբեջանը, այսինքն այդ առնվազն այսօր այդպիսին է եւ պիտի նաեւ օրվա կառուցվածքը, չէ, օրվա քաղաքականությունը հաշվի առնես։ Երբ որ մենք խոսում ենք ցեղասպանությունից, երբեք էլ որևէ իշխանության համար դա առաջնահերթ կամ նախապայման, այսպես ասենք, չի եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։ Բոլորս գիտենք, որ սահմանը փակել է Թուրքիան, արել է դա Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքով եւ հետեւաբար դա պիտի քննարկվի որպես առանձին օրակարգ։ Այսինքն ցեղասպանության ճանաչումը կապել օրինակ սահմանների բացման հետ կամ Թուրքիայի հարաբերությունների հետ կարգավորման իմաստով կարիք չկա, տեղին չէ։ Ինչու՞, որովհետեւ դա մեկը մյուսի հետ կապելը վատթարացնելու է Հայաստանի դիրքը, բայց միևնույն ժամանակ դա ամենևին ու ոչ մի դեպքում չի նշանակում հրաժարվել այդ պահանջատիրությունից։ Բայց պահանջատիրություն ասելով պիտի մենք ձևակերպենք։ Կոնկրետացնենք։ Ինչ ենք պահանջում, պահանջում ճանաչում, դրա հետևանքն ինչ է լինելու։ Երբ որ մենք ահա այս զրույցը ունենանք Թուրքիայի հետ առանձին օրակարգում, սահմանենք, թե մենք դա ֆինանսական պահանջ է լինելու, չի լինելու, տարածքային պահանջ լինելու է, չի լինելու, բարոյահոգեբանական ընդհանրեն ճանաչումը բավարար է հայ ժողովրդին, թե ինչի մասին ենք խոսում, սա առանձին զրույց է։ Այն որ փաստը տեղի ունեցել, տասնյակ երկրներ են ճանաչել, բայց մեր դիրքորոշումը լինի հարցականի տակ դնելը, այստեղ անամոթություն է եւ ես մեր իշխանություններին պիտի ասեմ չհամարձակվենք անգամ հարցեր ուղղել, տեսնենք ինչ կատարվեց, ինչ իրավիճակ։ Դա ոնց որ բռնաբարին արդարացնես, ասես, չգիտեմ, կարող է մի բան էր արել այն դիմացինը, որ դա տեղի ունեցավ, այդ victim blaming-ը անթույլատրելի է, այսա է որ անում է իշխանությունը։ Այլապես ցեղասպանության իրողությունը փաստ է, աշխարհի տարբեր երկրներ ճանաչել են, մենք ուզում ենք Թուրքիան ճանաչի թե չէ, դա նորից եմ ասում, կախված է թե մենք ինչ ենք պահանջելու կամ պահանջելու ենք թե ոչ Թուրքիայից որևէ բան, սա պիտի մենք մեզ համար որպես հանրություն եւ իշխանություն ձևակերպենք։ Տիկին Թանդիլյան, երևի Ադրբեջանից անպայման առանձին կխոսենք, երևի կհամաձայնվեք, որ խոսույթները, բառերը, ընդհանրապես արտաբերած տերմինները եւ դրանց տոնը անգամ շատ կարեւոր է։ Երբ որ մենք Թուրքիան ասում ենք դուք հանցագործ եք, գնացեք ընդունեք, որ դուք հանցագործ եք եւ մենք պատժելու ենք ձեզ այ միջազգային տղաներ բերելով ձեզ վրա, նրանք կարող են չէ ընկալել, որ ուրեմն պետությանը վտանգ կարող է սպառնալ իրենց ճանաչումով։ Միգուցե լեզվի փոփոխության խնդիր կա, այսինքն նրանց բերել այնպիսի գիտակցության, որ ճանաչումը ձեզ անհրաժեշտ է օրինակ ներքին այդ տարբեր էթնիկ համերաշխության համար, ոչ թե որ մենք ուզում ենք փլուզենք իրենց երկիրը այդ պատճառով,
Որովհետև մի տեսակ խոսքի փոփոխության կարիք չեք զգում այսինքն։ Ոչ միայն կարիք կա դրա, ես չեմ կարծում, որ հայ դիվանագետները, պաշտոնյաները այդպիսի խոսույթով հանդես եկել են կամ պիտի հանդես գան։ Ժողովուրդը ինչ որ բաներ ասում է, ինչու եւ դա բնական է, եւ դա պիտի բացատրվի երկխոսության հարթության մեջ, որ դա զայրույթ է։ Երբ որ մարդը գիտի, որ փաստը տեղի ունեցել դիմացինը շղթում է, զայրույթի արտահայտման ձևեր է գտնում։ Ու դրա համար է նաև, որ այո, իրենց ներքին համերաշխության, ինչու՞ չէ նաև Թուրքիային այդ խնդրից ազատելու հնարավորություն տալ ցեղասպանությունը ճանաչելով։ Հայոց հարցը միշտ պիտի լինի Թուրքիայի գլխին մահակ, քանի դեռ իրենք դա չեն ընկալել, չեն ընդունել, եւ մենք բոլորս գիտենք, չէ, որ նույն երիտ թուրքերին դատապարտել է հենց թուրքական դատարանը մահապատժի, հենց այդ հանգամանքներով պայմանավորված։ Այսինքն այդ երկխոսությունը իրենց հետ պիտի գա այն տեսանկյունից եւ հարթությունից, որ սա նաեւ դուք եք ազատվելու հարուստ ցեղասպանություն ճանաչելով մի խնդրից, որը ձեր առջև անընդհատ առաջանում է։ Ճնշումների տեղիք է ձեր նկատմամբ ամեն անգամ, երբ որ դուք ինչ-որ խնդիր ունեք այլ երկրի հետ, ձեզ հիշեցնում են հայոց հարցը, հայոց ցեղասպանությունը։ Եվ դա լուծման ձև է։ Հիմա այստեղ այդ դաշտում պիտի խոսել, իսկ ինչ կպատահի, եթե Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Ինչ կլինի։ Հայերը ինչ կուզեն, դա ինչա նշանակում։ Այդ սահմանումն է պետք, որ մեր հասարակության մեջ քննարկում լինի, ընդ որում քաղաքական շրջանակներում ու կարողանանք դա միասնական օրակարգ դարձնել, երբ որ եւ ընդդիմությունը եւ իշխանությունը որևէ տարի թվի, ես այսօրվա մասին չեմ խոսում, ունենան արտաքին քաղաքականության հստակ դիրքորոշում, որ մենք այս սրան ենք հետամուտ լինելու ու կապ չունենք իշխանությունը Հայաստանում, մենք հաջողելու ենք։ Եվ այդ ժամանակ Թուրքիան ընկալելու է, որ իրանք միասնական են իրենց պահանջում, ինչ իշխանություն է լինի, սա է իրենց պահանջը, ընդ որում այդ պահանջը ինձ չի վտանգում, հակառակը միգուցե եւ ինձ ազատում է տարբեր միջազգային հարթակներում այլ երկրների ձեռքում լրացուցիչ խաղաքարտ ունենալուց հակառակ Թուրքիայի։ Այսինքն այս աշխատանքն է, որ պիտի տարված լիներ եւ ժողովուրդների մակարդակով, եւ խոսույթի մակարդակով, եւ դիվանագիտության։ Այդ հաթաթա տալ իրար վրա, այո, մենք բոլորս գիտենք ինչ է պատահել եւ դա մեզ համար քննարկման առարկա չի։ Եթե մենք ուզում ենք, որ այդ հարցը ճանաչում ունենա եւ որպես օրակարգ դուրս գա նաև Թուրքիայի օրակարգից մեր դեմ օգտագործելու իմաստով, մենք պիտի այդ զրույցը այդ ձևով ու այդ իմաստով ունենանք։ Եթե հարցին նայենք նաև Հայաստանի անվտանգության տեսանկյունից, տեսեք, ես օրինակ ադրբեջանական տարբեր ռոպագանդիստների, ինչ որ փորձագետներ եւ այլն դրանց երբ հետևում եմ, նրանք երբ որ Հայաստանի դեմ ներկայացնում են ինչ որ վերապահումներ կամ մեղադրանքներ են հնչեցնում, ձեռքի հետ էլ ասում են, որ Թուրքիայից էլ պահանջներ ունի, ասենք տարածքային պահանջներ կամ ուզում է վտանգել այդ պետությանը եւ այլն, ակնհայտ է, որ Ադրբեջանը միշտ փորձ է անում թե ղեկավար մակարդակներով, թե նաեւ այսպես հասարակական մակարդակներով Թուրքիային մտցնել ուղեղը եւ երևի հաջողվել է դա, որ հայերը ձեզ վտանգեն եւ օգնեք մեզ, որպեսզի մենք հայերի այսպես հախից գանք եւ դուք էլ այդ վտանգից կչեզոքանք եւ Ադրբեջանի ռազմավարությունը հաղթել է իրականում, որովհետեւ 20 թվականի պատերազմին, չէ, նրանք աջակցություն են ստացել ռազմաքաղաքական եւ այլն։ Այ դուք հնարավոր համարում եք, մենք սա մասին երբեք չենք մտածում, հայկական որոշակի փափուկ ուժ նաեւ գործարկել ունենալով նրանց մեդիա դաշտում, չգիտեմ, քաղաքական իստեբլիշմենթում այնպիսի նարատիվների տարածում, որ մենք վտանգ չենք ձեզ եւ ուղղակի կեղծիք, այսինքն որոշակի աշխատանք նրանց հանրության հետ քաղաքական դաշտի։ Ես խորապես համոզված եմ, որ դա ճիշտ գործիքակազմ է։ Ինչու՞, որովհետև հենց այսօր էլ Թուրքիայում կան այդպիսի տրամադրություններ, որոնք իրենց իշխանություններին հարցեր ունեն այս ոլորտում, որոնք խոսում են այդ մասին, բարձրաձայնում են, ինչը նշանակում է մենք հենց որպես փոքր պետություն նաև, ահա այդ փափուկ ուժի միջոցով պիտի ազդեցություն ունենանք։ Դուք ճիշտ եք, որ Ադրբեջանը հաջողել է։ Հիմա մենք կարող ենք ձեզ հետ նստել մտածել, որ իսկ միգուցե Թուրքիայի հետի նպատակները այո ավելին են, քան Հայաստանի պահպանում այս տարածքում, նրանք նույնպես ուզում են, կարող ենք դա մտածել, բայց մենք իրավունք չունենք դա դարձնել մեր արտաքին հարաբերությունների այո օրակարգ։ Մենք պիտի անենք ամեն բան, որ դա այդպես չլինի։ Եվ այդ ուղղությամբ, քանի դեռ ամբողջ գործիքակազմը չենք իրացրել, իսկ մենք դա չենք իրացրել։ Մենք իրավունք չունենք դարձնել, որ դա հնարավոր չէ։ Հիմա նույն հույները
Հույներն էլ ունեն նման խնդիր Թուրքիայի հետ։ Հույների ցեղասպանություն նրանց համար նույնպես օրակարգ է։ Բայց դա չի խանգարել իրենց գտնվել նույն ՆԱՏՕ-ի շրջանակներում երկուսն էլ։ Այսինքն աշխատել են միմյանց հետ, ընդհանուր շահեր են գտել ունենալով ընդհանուր խնդիրներ եւ այդ ուղղությամբ շարունակելով աշխատանք տանել թե մեկը թե մյուսը։ Եվ շատ բարդ պատմություն, միգուցե մերին հավասար չի կամ մեր ընկալումն է այնպիսին, որ մեր եւ Թուրքիայի պատմություն շատ բարդ է եղել եւ իրապես արյունը շատ է, հա, ցեղասպանության փաստը, բայց հույներն էլ շատ բարդ եւ այսօր կոնֆլիկտ ունեն Կիպրոսի եւ նաեւ ժողովուրդը, այո, նաեւ Կիպրոսի հարցը, ժողովուրդը ինքը գիտի, որ դա տեղի ունեցել, բայց ուզում եմ ասել, որ հարաբերություններ հաստատել իմանալով, թե ինչ վտանգ կա եղել է եւ դրա ժխտումը ինչի կարող է բերել ու աշխատել այդ ուղղությամբ, որ այդ ժխտումը տեղի չունենա կամ առնվազն օրակարգ չդառնա այս հարաբերությունների եւ կրկնում եմ դա ամենևին չի նշանակում հրաժարվել քո պատմությունից սա է որ իշխանությունները չպիտի որևէ ձևով անեն եւ թույլ տան տեղի ունենա եւ այստեղ է որ ոչ մի քննադատության չի դիմանում իրենց վարքագիծը երբ որ հարցեր են փորձում բարձրացնել Ռոբերտ ջան ես անընդունելի եմ համարում անգամ մոտիկ գալ այդ ձևով այդ տեսանկյունից այդ թեմային ուղղակի նշանակում է սրբապղծություն արդեն 100 տարուց հետո մենք սրբադասել ենք զոհերին չկա ընտանիք որտեղ իմ պապն էլ է այդ դրա զոհը դարձել իր ընտանիքն է այնտեղից եկել այսինքն չկա հայ ընտանիք ով չունի դրա հետ կապված պատմություն հայոց ցեղասպանության եւ դրանով հարցեր բարձրացնել դա ուղղակի անընդունելի է կրկնում եմ դա ամենևին չի նշանակում չունենալ հարաբերություններ Թուրքիայի հետ դա դարձնելով նախապայման ոչ աշխատանքի տեղ կա ու շատ կա աշխատանքի տեղ եւ Թուրքիայի հասարակությունը տարբերվում է Ադրբեջանի հասարակությունից, գոնե առնվազն այսօր։ Պատրաստ են լսել։ Այո, եւ այդ խոսքը եղել է, տեղի ունեցել, այդ process-ները գնացել են։ Եվ այնտեղ ցախական տարբեր շրջանակներ կային, հիմնականում իհարկե Ստամբուլում կենտրոնացած, նրանցից շատերը այսօր բանտերում են, օրինակ Քավալան կամ մյուսները, որոնք բացեբաց խոսում են, հա, ցեղասպանությունից, այսինքն կա շերտ հանրության, որի հետ կարելի է աշխատել, բայց իհարկե օրակարգի եւ ռազմավարության հարց է։ Տեսեք, Փաշինյանը երբ որ ասում էր եկեք հասկանանք ինչ է տեղի ունեցել, ինչպես է տեղի ունեցել եւ ում միջոցով ենք մենք ընկալել, այդ ժամանակ մենք հարց ենք ուղղում իրենց թիմակիցներին եւ դե ինքն էլ ասուլիսում ասած ժխտման մասին խոսք գնալ չի կարող, բայց նաեւ օրինակ Խորհրդային Միությունը փորձել է մեր ցավը ողբերգությունը օգտագործել այստեղ ունենալու ռազմաքաղաքական ազդեցություն Հայաստանում, այսինքն թուրքական վտանգի գործոնը մեր մեջ եղած օգտագործել եւ մեզ պահել իր ազդեցության ներքո։ Միգուցե ակնարկան էր, որ Ռուսաստանն էլ է այսօր փորձում տանի, այ դուք այստեղ այսպիսի վտանգ տեսնում եք, թե չէ։ Ոչ, եթե մենք խելացի ենք գտնում։ Իհարկե յուրաքանչյուրի հույզերը միշտ կարող է օգտագործել մեկ ուրիշի կողմից եւ դա միշտ տեղի է ունենում։ Ես նաեւ շատ սիրում հարգում եմ, բարձր եմ գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, բայց արդյոք երբեմն ու պարբերաբար մեր հույզերի եւ այդ լավ տրամադրվածությունը չի օգտագործվում նաեւ այս պարագայում։ Շատ կրկնում եմ, մենք պիտի հասկանանք, որ հույզերը քաղաքականություն չպիտի ձևավորեն։ Պետք է խելացի լինել, որ թույլ չտա։ Այո, եթե քեզ օգտագործում են, դու ինչի ես օգտագործվում։ Դու պիտի կարողանաս չօգտագործվել։ Ընդ որում, հասկանաս քո ընդհանուր շահը որն է։ Եթե այո եղել է Ռուսաստանի եւ Հայաստանի շահերը համընկել են, երևի որ չեն համընկել։ Եվ մենք դա պիտի տարանջատենք, երբ չի համընկնում, որ պայմաններում, ինչ դեպքում, այսինքն հրահրողը ավելի մեղավոր է, քան գործողությունը կատարողը։ Մենք ում ինչ հարց ունենք։ Իհարկե, նորից եմ ասում, միջազգային պատերազմները, վեճերը, կռիվները երրորդ կողմին են միշտ ձեռնտու։ Դա միշտ բոլոր պատմություններում այդպես։ Դա Ռուսաստան առաջինը չի, վերջինը չի, մենք էլ լինենք միգուցե հենց նույն ձևի էլ վարվեինք։ Եվ դա օրինակ բերել եւ ասել հարցեր կան, այդ հարցերը դու քո մեջ դուր պարզաբանի ու որոշում կայացրու այլևս չտրվել որևէ հույզերի, բայց դրա մասին բարձրաձայնել ու խոսել այդ համատեքստում անընդունելի է, որովհետև դա Թուրքիայի հռետորաբանությունն է, որ եկեք տեսնենք, այդ դրանք մեզ կոչում են դավաճան հայեր, նրանք ասում են, որ դուք այդ ժամանակ մեզ դավաճանելու էիք, ռուսների հետ ռուսներին աջակցելու համար, դրա համար ձեզ կոտորել ենք։ Այսինքն բացատրություն ունի կոտորածը, չէ,
չի կարող, չպետք է ունենալ ու անգամ եթե ուրեմն Հայաստանի հայ ժողովրդի վիճակը եթե նրանք ապահոված էին, պաշտպանված էին, կրկնում եմ Աբդուլ Համիդից էր գալիս, չէ՞, Համիդյան շարժման ժամանակ հայկական կոտորածներ են եղել, հետո դրանից հետո հեղափոխություն է եղել, հիմա էլ երիտ թուրքերի ձեռամբ, այսինքն հայերը պատճառ են ունեցել։ Նույն ձևի, երբ որ մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի հարցի ծագման հիմքում ընկած պատճառներից, նրանք ապահով չեն ապրել այդ տարածքներում։ Հետևաբար սկսել են գտնել աջակցություն, փորձել գտնել աջակցություն, դա կամ ինքնապաշտպանությունն է, կամ այլ ուժի դիմելը, կամ բանակցելը։ Եվ որ բանակցությունները արդյունք չեն տալիս, դու սկսում ես մտածել այլ գործիքակազմի մասին, բայց դա քեզ մեղադրել, որ դու փորձել ես պաշտպանվել, գտնել ուժեր, գտնել միջոցներ քո սեփական հողում ապրելու իրավունք իրացնելու համար, որի համար մենք միշտ պայքարում ենք, եւ դա արդարացնել ու քեզ բնաջնջել, դա ցեղասպանություն է։ Տիկին Թանդիլյան, այս դատավարությունները, որ գնում են Բաքվի, դրա հեռահար նպատակը ո՞րն է, ինչ եք դուք մտածում։ Ես երկրորդ կարծիք չունեմ, հարգելի Ռոբերտ, որ դրա հեռահար նպատակը Հայաստանի Հանրապետության դեմ ավելի մեծ process-ներ գեներացնելու հողի նախապատրաստումն է, որ դուք հոդվածները տեսնեք, դուք կտեսնեք, որ Հայաստանը ներկայացնում է որպես կողմ հակամարտության, սա մեկ, հետևաբար օկուպանտ եւ ագրեսոր, ով գրավել էր Ադրբեջանի տարածքը, այլ ոչ թե պաշտպանում էր ինքնորոշման իրավունքը, եւ հետևաբար Հայաստանը լինելով ագրեսոր երկիր, իսկ միջազգային հանրությունը մենք գիտենք ինչպես է ագրեսորների հետ վարվում եւ ինչ կարգավորումներ է միջազգային օրենքներով նախատեսված, տանելու է դրան, օրինակ բանակի օրինակ։ Դուք իմ միտքը շարունակեք։ Օրինակ զենքի վաճառքի եւ դուք նկատեք, որ շարունակում է Ադրբեջանը ունենալ հենց այդ ռետորիկը, որ Հայաստանին չի կարելի վաճառել զենք, որովհետեւ օկուպանտ է, եւ հիմա նա այս դատավարությունների միջոցով ճիշտ է բոլորի աչքի առջև ֆարս է, բայց իսկ ով է ասում, որ այդ ֆարսի հետևանքից մենք այդքան հեշտ ազատվելու ենք, եթե այսօր պետական մակարդակով չբարձրաձայնենք, որ դա ֆարս է, որ այդ ամեն ինչը տեղի է ունենում մի երկրում, որ գերեվարել է, պատանդարել է մեր հայրենակիցներին եւ յուրաքանչյուր ասված այնտեղ խոսք կամ հետագայում դատավճիռ չի կարող ունենալ որևէ հիմք։ Չի կարող որպես փաստ։ Այո, որպես փաստ կամ հիմք, որի վրա կարելի է հետևություն անել ու կառուցել։ Բայց այսօր էլ Հայաստանը այդ մասին չի խոսում։ Ու երբ որ դու լռում ես, դա մեկ մեկնաբանություն ունի, համաձայնություն։ Եվ դա ունի վաղեմության ժամկետ, դու չես կարող ասել, գիտեք, այն ժամանակ լռել եմ, այ հիմա եմ խոսում։ Հատկապես, եթե այս նույն իշխանությունն է։ Իրենք անելիք ունեն, բանակցելու անելիք ունեն, նաև խաղաղության համաձայնագրում։ Եթե հիմա իրենք լռում են, խաղաղություն են կնքում մի երկրի հետ, ով Հայաստանի դեմ նյութերը կարում ձևում իր դատարանում, դա նշանակում է համաձայն է Հայաստանը եւ գնացել է խաղաղության այդ պայմաններով, չէ՞։ Այսինքն ավելի ոչ թե ավելի, այլ համոզիչ կլիներ Ադրբեջանի խաղաղարար նպատակն է, եթե այս Բաքվի դատավարությունը փակեն։ Ոչ թե համոզիչ, այլ եթե դա իսկապես անկեղծ խաղաղության մասին ենք խոսում։ Որովհետև կներեք, եթե նույնիսկ ասվում է, որ մենք միջազգային հայցերը հետ ենք քաշում, որպեսզի անցյալում տեղի ունեցած իրադարձությունները այլևս չտանենք միջազգային դատարաններ իրար հետ հաշիվ չունենանք, բա այս դատավարությունը ինչ է։ Ներպետական դատավարությունը բա ում համար է կազմակերպել։ Ում համար է, այո։ Այսինքն դու միջազգայինը հասկանալով հանդերձ որ դիրքերդ ավելի թույլ են, քան թե Հայաստանի, իսկ մենք գիտենք որ դա այդպես է, ավելի շատ են հայցերը Հայաստանի, քան Ադրբեջանի, նրանք այսինքն անում են իրենց համար ձեռնտու բան, այլ ոչ թե խաղաղություն։ Սա խաղաղության մասին չէ։ Դա է խնդիրը։ Ես քավլիցի ուզում եմ լինի խաղաղություն, բայց ուզում եմ իրական խաղաղություն լինի, որը կպահպանվի։ Իսկ երբ որ այդ պետությունը տրամադրված չէ խաղաղության, ու մենք մենակ ենք խոսում իր հետ, չկա միջնորդ, ով կփաստի, որ այդպես չի։ Մենք առանց միջնորդի ենք շփվում։ Միջազգային կարգավորումները այլևս հետևաբար դուրս են եկել։ Իսկ մենք մնալով իրենց արժև մենակ այս պայմաններում պրոբլեմ ենք ունենալու, հետո ասելու են դուք խաղաղության թուղթը կնքել եք, ես մեր դատնա, դուք այսպիսի երկիր եք, ու դուք չեք կարող ունենալ զինված ուժեր։ Դուք ընդունել եք դա։ Պարոն Վարդանյանի դեմ այդ գործը գիտենք, որ անջատվել է ռազմաքաղաքական մյուս ղեկավարների գործից եւ քննվում է առանձին, իբր տուժողներ են վերջերս հարցակ քննվում։ Որտեղից են պեղում այդ մարդկանց, Տիկին Թանդիլյան։ Իհարկե դա զավեշտալի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ։ Մարդիկ են, ովքեր
ժամանակ կամ այն պատերազմի ժամանակ կամ թեկուզ վերջինի ինչ-որ վիրավորումներ են ունեցել, հավանաբար ունեցել են, ես ոչ մեկին չեմ ուզում այստեղ ինչ-որ բանի մեջ մեղադրեմ, բայց այն վկայությունները, որ նրանք տալիս են Ռուբեն Վարդանյանի դատավարության ժամանակ, ասելով որ ականների պայթյունից իրենք վիրավորվել են։ Բայց պարոն Վարդանյանը ական է տեղադրել։ Հարց է առաջանում, ինչ կապ ունի դա Ռուբեն Վարդանյանի դատավարության հետ։ Մի մարդ նախ ական ինչ է անազգանուններ գրված ականի վրա թե ով է տեղադրել, նախ եւ առաջ, երկրորդ տեղի ունեցել պատերազմ, տեղի ունեցել փոխադարձ եւ հավանաբար ականների չէ տեղադրում պաշտպանվելու համար։ Եվ դա վերագրել ինչ որ մի դատավարության ընթացքում մի անձի, ով ընդհանրապես որևէ պատերազմի չի մասնակցել, ով ընդհանրապես որևէ պաշտոն չի կրել, չի ունեցել ռազմական գործողությունների ընթացքում ու առհասարակ զինվորական չէ։ Սա ուղղակի զավեշտալի է, որ բոլորին է հայտնի, որ Ռուբեն Վարդանյանը միայն հումանիտար, այսպես բլոկներ պատասխանատու, այդ բլոկի պատասխանատուներ 3 ամիս պատերազմից հետո, երբ որ արդեն ամբողջությամբ վերահսկողության տակ է շրջապատը Ադրբեջանի եւ ներսում էլ խաղապահներ էին։ Ռուբեն Վարդանյանը ինչ կապ ունի ականների հետ։ Եվ այս ամենը ուղղակի նորից է գալիս փաստելու, որ սա ուղղակի ներկայացում է թատրոն աշխարհի աչքի առջև, ինչի համար ես ամաչում եմ, որովհետեւ մեզ նստեմացնում են այդ վկայություններով, անհեթեթության աստիճանը ցույց տալով, որ այսպիսի թատրոնով կարող ենք բանտարկել, գերեվարել ու պահել ձեր ամենահումանիտար քաջորդուն, հայորդուն, ով որ քաջություն է ունեցել, կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կողքին ու կրկնում եմ ժողովրդի, որովհետև նա սոցիալական, կրթական, առողջապահական ոլորտների պատասխանատուն էր որպես պետնախարար։ Եվ բոլորս գիտենք, թե պաշտպանությունը միշտ եւ նաեւ այդ օրերին ինչպես է տեղի ունեցել Արցախի։ Եվ այսօր այն ինչ տեղի է ունենում, սա ուղղակի կրկնում եմ, պատժում են հայ ժողովրդին, հայ մարդուն պատժելու միջոցով։ Տիկին Թանդելյան, որևէ իրավական եւ այսպես adekvat գործիքակազմեր արկա են թե արկա չեն, որովհետեւ եթե ասենք այս դատը տեղի ունենար Բելգիայում ենթադրենք կամ Նիդերլանդներում յուրաքանչյուր մարդում մեղադրում են ինչ-որ բանում, ինքը հաստատ մրցակցային դատավարության մեջ կմտներ, հա։ Բայց մտնել մի դատավարության մեջ մրցակցության տրամաբանության, որտեղ գիտես, որ ամեն ինչ շինծու է, դա իրականում կարող է լինել շատ հիասթափեցնող եւ մարդուն ուժից զրկող, որովհետեւ դու գիտես, որ զրոյական վերջնախաղով խաղի ես մասնակցում, ուղղակի դու ռեսուրս ես մատնում, բայց մյուս կողմից էլ եթե դա չառնես, հետագայում կարող ես քեզ մեղադրել քո պաշտպանությունը չիրագործելու համար։ Սա ես պատկերացնում եմ Ռուբեն Վարդանյանի իրավիճակն է հենց այսպիսին։ Շատ ճիշտ եք, եւ նա չի խաղում նաեւ իրենց խաղի կանոններով ու դրա համար էլ ցուցմունք չի տալիս։ Նա ասում է, որ ես պատրաստ եմ ձեր օրենքներով դատվելու, եթե համարում եք, որ ես մեղավոր եմ, հենց ադրբեջանական օրենքներով, միայն թե օրենքը պահպանեք եւ միջազգային ներկայություն ապահովեք եւ թողեք, որ ես ունենամ իմ փաստաբանին։ Նա չի կարողանում շփվել իր փաստաբանի հետ, դրսի փաստաբանական խմբի հետ։ Եվ նա ունի միայն Ադրբեջանի կողմից վարձատրվող տեղացի փաստաբան։ Մենք հասկանում ենք, չէ՞, դա ինչ է նշանակում։ Գործակալ ըստեյության, այո, մենք գիտենք դատավարական process-ները Ադրբեջանի։ Այս ամենն իմանալով, այո, Ռուբեն Վարդանյանը ընտրել է ցուցմունքներ չտալու մարտավարություն, նա դատերի ժամանակ չի խոսում, ցուցմունք չի տալիս հիմնական որևէ ի պատասխան, եւ այդ process-ներին հենց դա է չհամագործակցելու, չհնազանդվելու դիրքավորում, որը ցույց է տալու, որ այո, դա չէր կարող լինել դատավարություն։ Եվ այն մեսեջները, որ նա հողում է երբեմն ընտանիքի հետ զրույցների միջոցով, ձայնաուղերձները, մեծ հնարավորություն են տալիս պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունը հետագայում որևէ դատական վճռից, որը տեղի կունենա կամ կփորձեն Հայաստանի դեմ օգտագործել։ Այս ցուցմունքների պահը շատ կարևոր է։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ հոգեներգործում միջոցներով, խոշտանգի միջոցներով այս մարդկանց ըստեյության ցուցմունքներ են կորզում եւ երբ որ կարդում եք այդ ցուցմունքները, որոնք մեզ ներկայացնում են ադրբեջանական պետական լրատվամիջոցները, այսինքն մենք չենք կարող երբեք վստահ լինել, որ այն ինչ որ գրած է Արայք Հարությունյան եւ այլն կամ չգիտեմ Դավիթ Իշխանյան եւ այլն, այդ մարդիկ իրապես ասել են, կամ եթե ասել են, արդյոք
կներեք դաժան համեմատության համար զենքի քունքին դրած վիճակում չեն ասել, հա, այսինքն դա չի կարող փաստ հանդիսանալ։ Պարոն Վարդանյանը չի տալիս ցուցմունք, ըստ էության ոնց որ թե իրեն ապահովագրելով նաև ասել բաներ, որոնք նույն Հայաստանի դեմ են օգտագործելու, հա, որովհետև երբեմն մի ուղում իրեն չի ապահովագրում դրանով Հայաստանին ապահովում։ Դե որովհետև երբեմն մենք այդ ասածս հարկադրված ցուցմունքներում կարդում ենք, որ Հայաստանն էր պաշտպանության բանակը ղեկավարում կամ Հայաստանը փող էր տալիս, որ պաշտպանության բանակը զենք ունենա եւ այլն, սա այդ օկուպացիայի թեզը հիմնավորելու նպատակ ունի Ադրբեջանի կողմից։ Ասածս դա էր, որ այս ցուցմունք չտալու պահը շատ կարևոր է իրականում։ Լսեք, Արցախի ինքնորոշման իրավունքի ժամանակահատվածում Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղիղ ֆինանսավորում է իրականացրել Արցախին։ Ուղիղ, եթե սովորաբար միջնորդավորված է անում, այս պարագայում հումանիտար ուղիղ աջակցություն ականազերծման ծրագիր, չէ՞, եթե չեմ հումանիտար ծրագրերին, այդ թվում նաև ականազերծման։ Ինչի եմ սա շեշտում, որ եղել է ինքնորոշման իրավունքի համար պայքար եւ եղել է տարբեր ԵԱԿ Մինսկի խումբ է ձևավորվել, երկրներ են միջնորդել, մարդիկ են գնացել այնտեղ, քննարկումներ է եղել։ Հիմա Ադրբեջանը այս ամեն այդ թվում նաև պատանդարված ռազմաքաղաքական ղեկավարության միջոցով փորձում է ստանալ տեղեկություն եւ դրա վրա Հայաստանին դարձնել ագրեսոր, որը ամբողջությամբ խեղաթյուրում է Արցախյան հակամարտության եւ ինքնորոշման իրավունքի համար մղված պայքարի ամբողջ պատկերը, որին ինքը մասնակցել է իդե։ Այո, բանակցություններին նույնպես մասնակցել է, ճիշտ է։ Հետևաբար, թե ինչ կասեն այնտեղ պահվող պատանդները, ինչ ազդեցությամբ, ես ուրախ կլինեի, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն չաներ, որովհետեւ ամբողջ աշխարհին պարզա, թե ինչ պայմաններում եւ ինչ հանգամանքներում տված տեղեկություններ են սրանք։ Եվ կրկնեմ, ամբողջ աշխարհը գիտի ինչ էր կատարվում այնտեղ։ Այնպես չի, որ այդ ցուցմունքով պիտի որոշվի։ Եվ ավելի վատ դրության մեջ մեր գերիներին դնելու կարիք չկա, ընդհանրապես պիտի այդ օրակարգը ունենալ սեփական օրակարգում մեր գերիներին վերադարձնելու, հասկանալով նաև թե ինչեր են տեղի ունենում։ Փոխարեն այստեղ ասել բաներ, որ են անազատության մեջ գտնվող անձը ստիպված լինի այնտեղից հակադարձել, պատասխանել, որը էլի վատ է, որովհետև եթե այդպես է լինում, զրույց է գնում, սկսվում է պատասխաններ, ինչը ընդունելի չէ եւ վնասում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Հետևաբար նման արտահայտություն անելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը, որ գիտի աշխարհը հասկանում է, ինչ պայմաններում են ընթանում այդ դատավարությունը, պահանջի բաց դատավարություն կամ մեր գերիների վերադարձ։ Ես չեմ ուզում նույնիսկ այս պարագայում ասեմ կամ, որովհետև այդ Ռուբեն Վարդանյանը ու գերիները կարող են պահանջել, որ բաց դատավարություն լինի, որ միջազգային հանրություն մասնակցի։ Պետության գործը պիտի լինի սեփական քաղաքացիներին վերադարձնելը։ Չէր կարող այնտեղ գտնվել Բելգիայի կամ Նիդերլանդների քաղաքացի եւ պետությունը հրաժարվեր իրենցից եւ չունենար իրենց հարցը օրակարգում եւ չունենար խաղաղություն կնքելու մեջ այդ փաստաթուղթի ձևակերպման կամ դրա աշխատանքների ընթացքում դա որպես անելիք երկուստեք խաղաղություն հաստատելու համար։ Վարչապետին այս թեմով հարց են տալիս Տիկին Թանդիլյան եւ կարծես գերիների վերադարձի հարցը նա տեղավորում էր Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստացման տրամաբանության, որ եթե կնքվի այդ համաձայնագիրը լինի խաղաղություն, տրամաբանական է, որ Ադրբեջան պետք է վերադարձնի գերիներին, դա եթե չեմ սխալվում իր ասուլիսում էր ասում կամ այլ առիթով թե ազգային ժողովում կարծեմ, հա, ազգային ժողովում դուք ինչ եք մտածում, արդյոք սա իրատեսական սցենար։ Ես մտածում եմ, որ Նիկոլ Փաշինյանը առհասարակ այդ մարդկանց վերադարձ օրակարգում չունի իշխանության, որպես հետևանք դա կարող է լինել, թե ոչ, ես կարծում եմ, որ դրան ապավինելը նույնն է, ինչ որ ինքը ասում է, դե խաղաղության պայմանագիրը կնքենք, պատերազմ կլինի կամ չի լինի, չգիտենք, բայց կնքենք։ Այս այդ նույն համատեքստում է, սահմանազատում սկսենք այստեղից, որովհետև դրա հետևանքով երևի մեր տարածքից ադրբեջանցիները դուրս կգան կամ դուրս չեն գա, տեսնում ենք, որ դուրս չեն գալիս, այնինչ մենք արդեն Տավուշի մեր բարենպաստ դիրքերը փոխել ենք գիծը այդտեղ։ Եվ այսպես ամեն ինչը։ Եթե դու ուզում ես քո քաղաքացիներին վերադարձնես կամ քեզ գոնե հարգեն միջազգային հարթակներում, դու պիտի պահանջատեր լինես ամենահումանիտար հարցում։ Սա այնպիսի հարց է, որը ցույց է տալու նաև աշխարհին Ադրբեջանի վարքագիծը։ Դու բարբերաբար ուզում ես ցույց տալ, դու պնդում ես, որ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի, սա դրա չէ, որ հայերի իբրև թե կրակել են, ճիշտ ես վարում։ Էս էլ պիտի լինի այն հարցը, որ ասես գերիներին պիտի վերադարձնես, երբ որ խոսում ենք
անկեղծ խաղաղության մասին։ Տարբեր հարցակներում այդ մասին խոսվում է, ճիշտ է։ Նույն Եվրոպային կարող է ասել, չէ՞, Եվրոպան, երբ որ գործընկերություն է անում Ադրբեջանի հետ, պիտի հումանիտար հարցի շրջանակը լինի, ասի, որ առնվազն ձեր գործողություններում սա դրեք նախապայման, եթե ես դա ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված չեմ կարողանում անել, դուք արեք։ Դարձեք ավելի լավ եւ այդ հումանիտար ակտը արեք ի նպաստ հայ ժողովրդի։ Այստեղ ոչինչ չի կատարվելու, չէ՞։ Բայց Նիկոլ Փաշինյանն ինչու դա չի անում, որովհետեւ նա շահագրգիռ չէ, որ այս մարդիկ վերադառնան, որովհետեւ երբ որ նահատակի ժամանակ խոսք է ասում, որի պատճառով հատորներ են բացվում Ռուբեն Վարդանյանի վրա, հələ պիտի պարզենք ով է նրան ուղարկել։ Դաշնակում է դու շահագրգիռ կողմ չես, որ այդ մարդը կամ ռազմական ղեկավարությունը կամ մնացածը վերադարձնեն, դա քո օրակարգում չէ։ Եվ գիտեք, այստեղ հարցը Նիկոլ Փաշինյան չէ, հարցը պետության դեմքի կորուստն է։ Երբ որ մի պետություն տիրություն չի անում իր քաղաքացուն, որտեղ է պետության դերը, դեմքը, անելիքը, պաշտպանվածությունը քաղաքացիների։ Վաղը դուք կայտնվեք այդ վիճակում, ես։ Մեր պետությունը մեզ մոռանալու է։ Տիգեն Թանդիլյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Մանե Թանդիլյանին։